Համար հերթագրում Հերթագրվել է 6 պատգամավոր Հրանտ Բագրատյան, համեցեք պարոն Բագրատյան։ Պարոն Սահակյան, այստեղ բարձրացվեց էլեկտրաէներգիայի սակագինը։ Ես ես հավատացնում եմ, որ վիճակը կատաստրոֆիկ է։ Էլեկտրաէներգիա, գազ, մայրիկ մոտ 1 միլիարդ պարտք կա դոլար, եւ Հայաստանի Հանրապետության պետական պարտքը իրականում 6 միլիարդ է։ Ուզում եմ նաև բնովել, երբ որ մենք ասում ենք, երբ որ երաշխիք են տալի պետության անունից, եկեք այդ երաշխիքներն էլ պարլամենտով հաստատեն, որովհետև դրանք միևնույն է պարտք են։ Իհարկե, այս կառավարությունը հայտնվել է դժբախտ իրավիճակում, որովհետև այդ խնդիրը պիտի լուծվի, բայց ես ուզում եմ նշել հետևյալը. Ռուսաստանում ջեկերին արտադրում են հոսանքի 67%-ը, Ուկրաինայում արտադրում են ջեկերում 47%-ը, Հայաստանում 29%-ը, Հայաստանում էլեկտրաէներգիան 2 անգամ էժան պիտի լիներ։ Հայաստանում այսօր սակագին են ներկայացրել 58 դրամ, Ռուսաստանի միջին սակագինն է 20 դրամ, 4 ռուբլի, 3.50 ցերեկային, 2 ռուբլի գիշերային, Ուկրաինայի միջին սակագինն է 12 դրամ, եւ Ռուսաստանի Ուկրաինայի համակարգերը աշխատում են շահութաբեր։ Մենք կարիք չունենք Ռոբերտ Նազարյանին բերել այստեղ նույնիսկ լսել նրան, նա ոչինչ չի կարողանում ասել։ Նույն գազի սակագինի հաշվարկը Փարքասոնի հանձնաժողովը, ես օգտվեցի եւ Facebook-ի իմեջում եւ առավոտ թերթում տպագրեցի Հայաստանի եւ Ուկրաինայի գազերի սակագների համացումը ինչպես 247-ով նա ստանում 270-ով ծախում եւ ինչպես ենք մենք 164-ով ստանում 340-ով ծախում եւ տեսանք որ խնդրի 70%-ը ոչ էֆեկտիվ կառավարում է ռուսական այսպես կոչված պետական ընկերություններում որտեղ դիրական չկա որտեղ ամեն մարդ ամեն մենեջեր ուզում է ոնց անի որ փախցնի որտեղ չկա համագործակցություն չէր կարելի այդ ամբողջը մի կոմպլեքս ծախել եւ վերջապես այս ամբողջից քանի անգամ ասել են դադարեցեք սակագին հաստատելը թող իրանք հաստատեն իրենց սակագինը վերջո հաստատեն այնպիսի սակագին որ ծախեն այդ հոսանքը մեզ կատաստրոֆա է սպասում տնտեսական 5-10-15% անկում եւ ես կարծում եմ որ սա պետք է առաջ անցնել եւ չսպասեն Նազարյանը գա թե չէ Նազարյանը որևէ հարց չի լուծում Ես իմ խոսքում ոչ միայն ասացի Նազարյանը, այլ ասացի նաև նրանք, ովքեր պատասխանատու են այդ գործի համար։ Ես չեմ կարծում, որ պատգամավորները այնքան հարուստ պրոֆեսիոնալ փորձ ունեն բոլորը եւ այնքան տեղեկատվություն ունեն, որ կարողանանք հենց այսօրվանից դնել, մենք հաշվարկել, մասնավորապես մենք կարող ենք հաշվարկել եւ մեր կարծիքն ասել։ Նրանք, ովքեր պիտի լուծումներ տան այս խնդրին, խնդիրը վերաբերում է նրանց եւ ոչ միայն Ռոբերտ Նազարյանին։ Երբ այս երկու օրը կազմակերպվի լսումներ, նաեւ պատգամավորները իրենց ցանկությամբ կառաջարկեն այս կամ այն չինովնիկին, վիազոր մարմնի ներկայացուցիչին, բոլորը կմասնակցեն, քննարկումը տեղի կունենա, թվերը կիմանանք, վերլուծականների տեղեկություններ, մեր արգումենտացիան դրանից հետո կասենք։ Հարգելի գործընկերներս, ելույթները օրակարգի շուրջ են։ Լևոն Զուրաբյան, համեցեք պարոն Զուրաբյան։ Էլեկտրաէներգիայի բարձրացման խնդիրը մենք համարում ենք այսօր ամենակարևոր օրակարգային հարցը, ընդ որում հենց ազգային ժողովի համար։ Լսումներ, բայց մենք կարծում ենք, որ այս հարցը պետք է քննարկվի հենց ազգային ժողովի լիագումար նիստում։ Ես իհարկե չեմ ուզում այս կներեք, բայց ես շարունակեմ իմ խոսքը միջև վերջ հասցրել։ Դուք կարող եք հայտարարությունների ժամին անել խնդիրը, բայց ես բան եմ ասում օրակարգին։ Օրակարգի մասին ես հասկանում եմ, բայց կներեք բոլորին շարունակեք, բայց մյուսները խնդրում եմ չանդրադառնալ այլ հարցերի, ինչը չի վերաբերում օրակարգին։ Ուրեմն խոսքը գնում է ամենակարևոր հարցի մասին, որ այսօր հուզում է ամբողջ հայ ժողովրդին, երբ որ հեծի գողության պատճառով կուտակված 250 միլիոնոց պարկը փորձում են ժողովրդի ուսերին դնել, եւ մենք պետք է զբաղվենք դրանով հենց այստեղ ազգային ժողովի լիագումար նիստում։ Հենց այդ պատճառով մենք ձևաթուղթ ենք վերցրել ուրբաթ օրը, որ կարողանանք արտահերթ քննարկում ունենանք ազգային ժողովում։ Ես ուզում եմ տեղեկացնել ազգային ժողովին, որ մենք աջատել խոսափողը Ելույթի համար Նաիրա Զոհրաբյան, համեցեք տիկին Զոհրաբյան։ Նաիրա
Վերա Զորաբյանի խոսափողը։ Պարոն Սահակյան, այդուհանդերձ մենք եւս գտնում ենք, որ դա լրջագույն խնդիր է եւ անպայմանորեն առաջիկա օրերին Ռոբերտ Նազարյանը ինձ անձամբ տեղեկացրել է, որ ինքը արդեն դիմել է հայտ ներկայացնող կազմակերպություններին եւ 1-2 օրվա ընթացքում կստանա իրենց պատասխանները, այս հարցը օր առաջ պիտի քննարկվի։ Ես խնդրում եմ միայն օրակարգից, հասկանալի է ինձ։ Ես էլ եմ հասկանում, որ հասկանալի է, բայց ժողովրդին հետաքրքրում է թիվ 1 հարցը սա է։ Օրակարգին վերաբերող քննարկումների մենք կանդրադառնանք, երբ որ կլինի կոնկրետ նախագիծը, կներկայացվի կոնկրետ պատասխանատուն։ Զարուհի Խոստանջյան։ Պարոն Սահակյան, դուք այդպես էլ չանդրադարձաք իմ հարցին, թե ինչու իմ հայտարարության նախագիծը չեք դրել շրջանառության մեջ։ Դա ձեր պարտականությունն է, ինչու եք շրջանցել Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի պահանջները։ Եթե դուք այն ժամանակ դնեիք դա շրջանառության մեջ, հավանաբար այս երիտասարդը, որը կորցրել է աչքը, տեղի չէր ունենա այդպիսի հանցագործություն։ Մենք այսօր էլ, եթե թողնում ենք այսպիսի անպատժելի Կացած հայտարարություն ապա մենք նորից ենք ականատեսը լինելու Ազգային ժողովի լիազորություններին։ Դուք մարդկանց այսպես մեղադրում եք, մեղադրանք եք արտահայտում, ասում եք բերեք, ես մեղադրել եմ, դուք էլ դատավորներն եք, հայտարարություն վերցրեք։ Անջատեք խոսափողը։ Հայ Գրիգորյան։ Պարոն Սահակյան, իմ գործընկերը իրեն դրել է ամենայն հայոց դատավորի տեղ եւ անվայել արտահայտություններ անում մարզպետի հասցեին։ Ես ձեզ ընդհանրապես խորհուրդ եմ տալիս ձեր մտքի վառ արդյունքները այստեղ այս դալիճում չհանջել եւ անփողը։ Հեղինե Բիշարյան։ Շնորհակալություն, որպեսզի օրակարգից չհեռանամ, պետք է ասեմ, որ մեր գործընկերների հետ միասին ստորագրահավաք ենք կազմակերպել եւ ստորագրահավաքին միացել են Ազգային ժողովի падգամավորներ, բայց այս պահին որքան որ տեղյակ եմ, ստորագրահավաքի քանակը չի բավականացում։ Սա օրակարգի հետ կապված է։ Խնդիրը, որի շուրջ մենք հավաքել ենք ստորագրություններ, վերաբերում է էլեկտրոէներգիայի թանկացմանը։ Եվ մենք սա օրակարգի հետ կապված չէ, ստորագրեք, երբ որ ստորագրությունը կլինի, այն ժամանակ օրակարգի հետ կապ, անջատեք խոսափողը։ Ժառանգություն պատգամավորական խմբակցության անունից Ռուբեն Հակոբյան։ Շնորհակալություն բարի լույս։ Պարոն Սահակյան, ձեր խոսքում ասացիք, որ մենք կանադառնանք հարցին, եթե Ազնաժողովը արդեն կարողանա համապատասխան փաստաթղթով ներկայանալ։ Դա ձեր խոսքում դուք ասացիք։ Բայց այստեղ խնդիրը միայն թանկացմանը չի վերաբերում։ Ի վերջո ավանդույթ է ձևավորվել, որ պարտքերը ասում են 300 միլիոնի գալիս են ասում են ժողովուրդ, այդ պարտքերը պետք է մարեք։ Եվ ես համաձայն եմ, որ սա ամենաօրակարգային հարցն է այսօր, վստահ եմ, որ ձեզանից մեծամասնությունն էլ ընդունում է, որ դա դեր որևէ մեկի անջատեք խոսափողը։ Հակ խմբակցության անունից Լևոն Զուրաբյան։ Պարոն Սահակյան, ես խնդրում եմ Պարոն Հակոբյան, հանգիստ խնդրում եմ։ Հանգստացեք, պարոն Հակոբյան, նստեք ձեր տեղը, ուրեմն դուրս գնացեք։ Մի թողեք ես կանոնակարգի համապատասխան հոդվածը կիրառեմ։ Լևոն Զուրաբյան։ Պարոն Սահակյան, ես խնդրում եմ ձեզ ձեր գործողություններով չլարել մտնոլորտը։ Խոսքը գնում է հենց այս լիագումար նիստում մենք կարող ենք արդյոք օրակարգի հարց դարձնել, այս լիագումար նիստում օրակարգի հարց դարձնել էլեկտրոէներգիայի հարցը եւ դրան է վերաբերվում խոսափողը ստորագրահավաքը չեք կատարել, անջատեք, ասում ենք։ Հարգելի գործընկերներ, մտքերի փոխանակությունն ավարտվեց, ձայնը տրվում է պարոն Սահակյանին։
Առաջարկում եմ քվեարկության դնել հետաձգումների վերաբերյալ ազգային ժողովի որոշման նախագիծը երկրորդ բաժնում ընդգրկված հարցը եւ 5-րդ գումարման 7-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ազգային ժողովի որոշման նախագծի առաջին մասը։ Քվեարկության է դրվում Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի Վարման կարգով Հեղինե Բիշարյան։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, օրինաց երկիրխմբակցությունը առաջարկում է 20 րոպե ընդմիջում, որպեսզի հասկանանք ինչ է տեղի ունենում դալիճում։ 20 րոպե ընդմիջում։